Ողջույն բոլորին։ Այս թեման կենսական նշանակություն ունի միլիոնավոր մարդկանց համար։ Եթե դուք կամ ձեր հարազատներն ունեք դիաբետ, ապա գիտեք, որ սնունդը միայն հաճույք չէ, այն ձեր հիմնական դեղամիջոցն է։ Շատերը կարծում են, որ դիաբետի ժամանակ սննդակարգը միայն արգելքներ են, բայց այսօր ես ձեզ կապացուցեմ հակառակը։ Առանձնացրել ենք այն մթերքները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում շաքարը, այլև օգնում են այն պահել կայուն վիճակում և պաշտպանել ձեր օրգանիզմը բարդություններից։ Մնացեք մեզ հետ մինչև վերջ, որովհետև վերջում ես կտամ ամենակարևոր խորհուրդը սննդի ընդունման հերթականության մասին։ 1. Տերևավոր կանաչիներ։ Առաջին պատվավոր հորիզոնականում տերևավոր կանաչիներն են՝ սպանախ, կաղամբ, հազարի տերևներ։ Ինչու են դրանք կարևոր։ Նախ դրանք ունեն շատ ցածր կալորիականություն և գրեթե չունեն մարսվող ածխաջրեր, բայց ամենակարևորը մագնեզիումն է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մագնեզիումի պակասը ուղիղ կապ ունի ինսուլինակայունության հետ։ Կանաչիները հարուստ են նաև վիտամին C-ով, որը հզոր հակաօքսիդանտ է և օգնում է նվազեցնել բորբոքային պրոցեսները, որոնք հաճախ ուղեկցում են դիաբետին։ Իսկ դուք սիրում եք սպանախ, թե նախընտրում եք այլ կանաչի։ Գրեք մեկնաբանություններում։ 2. Ճարպոտ ձուկ։ Շատերը վախենում են ճարպերից, բայց օմեգա-3 ճարպաթթուները ձեր լավագույն բարեկամներն են։ Սաղմոնը, սարդինան կամ թարափը պարունակում են այնպիսի ճարպեր, որոնք պաշտպանում են ձեր սիրտը, իսկ մենք գիտենք, որ դիաբետի դեպքում սրտանոթային համակարգը հայտնվում է հարվածի տակ։ Բացի այդ, ձուկը սպիտակուցի հիանալի աղբյուր է, որը դանդաղեցնում է ածխաջրերի ներծծումը և ապահովում է երկարատև հագեցվածություն։ 3. Հունական ընկույզ և նուշ։ Ընկուզեղենը հիանալի նախուտեստ է, դրանք հարուստ են բջջանյութով։ Օրինակ, նուշը օգնում է վերահսկել գլյուկոզայի մակարդակը ուտելուց հետո։ Կարևոր զգուշացում. ընկուզեղենը շատ կալորիական է, ուստի օրական 1 բուռը լիովին բավարար է։ Խուսափեք աղի կամ շաքարապատ տարբերակներից։ 4. Հատապտուղներ։ Եթե քաղցր եք ուզում, ապա մոռացեք տորթերի մասին և ընտրեք հատապտուղներ՝ հապալաս, ելակ, մոշ։ Դրանք պարունակում են անտոցյաններ, որոնք բարելավում են ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Ի տարբերություն մյուս մրգերի, հատապտուղները չեն առաջացնում շաքարի կտրուկ թռիչքներ, քանի որ դրանց մեջ բջջանյութը շատ է, իսկ շաքարը քիչ։ Չեմ կարող չնշել ավոկադոն։ Սա եզակի պտուղ է, որը գրեթե շաքար չունի, բայց ունի առողջ ճարպեր։ Այն օգնում է ձեզ կուշտ մնալ 4-5 ժամ։ Նույնը վերաբերում է էքստրա վիրջին ձիթապտղի յուղին։ Այն պարունակում է օլեոկանտալ, որը նվազեցնում է բջիջների բորբոքումը։ Հիշեք, որքան քիչ է բորբոքումը ձեր օրգանիզմում, այնքան լավ է աշխատում ձեր սեփական ինսուլինը։ 5. Լոբազգիներ։ Լոբին, ոսպը և սիսեռը ունեն շատ ցածր գլիկեմիկ ինդեքս։ Սա նշանակում է, որ դրանք մարսվում են շատ դանդաղ։ Լոբազգիները նաև հարուստ են բուսական սպիտակուցով։ Շատ հետազոտություններ ապացուցել են, որ մարդիկ, ովքեր շաբաթական գոնե 3 անգամ լոբազգիներ են օգտագործում, ավելի հեշտ են վերահսկում իրենց քաշը և շաքարի մակարդակը։ 6. Դարչին և խնձորի քացախ։ Սրանք մթերքներ չեն, բայց հզոր հավելումներ են։ Դարչինը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և բարելավել ինսուլինի ընկալիչների աշխատանքը։ Ավելացրեք այն ձեր առավոտյան շիլայի կամ սուրճի մեջ։ Խնձորի քացախը բնական։ Եթե ուտելուց առաջ 1 ճաշի գդալ լուծեք մի բաժակ ջրի մեջ և խմեք, այն կարող է մինչև 20%-ով նվազեցնել ուտելիքից ստացվող գլյուկոզայի ազդեցությունը։ Եթե նույնիսկ ձեր ափսեում կան աղցաջրեր, օրինակ բրինձ կամ կարտոֆիլ, սկսեք ուտել նախ կանաչիից, հետո սպիտակուցից, միս կամ ձուկ, և միայն վերջում կերեք աղցաջուրը։ Սա ստեղծում է բջջանյութի ցանց ձեր ստամոքսում, որը թույլ չի տալիս շաքարին արագ անցնել արյան մեջ։ Հիշեք, դիաբետը դատավճիռ չէ, այն ուղղակի պահանջում է գրագետ մոտեցում։ Ինչու է շաքարը բարձրանում։ Երբ մենք ուտում ենք ածխաջրեր, դրանք վերածվում են գլյուկոզայի, շաքարի։ Առողջ օրգանիզմում ինսուլինը գալիս է և այդ շաքարը տանում բջիջների մեջ, էներգիա ստանալու համար։
Բայց դիաբետի ժամանակ այդ դուռը չի բացվում։ Շաքարը մնում է արյան մեջ և սկսում է վնասել անոթները։ Մեր նպատակն է ընտրել այնպիսի ուտելիք, որը չի թակում այդ դուռը շատ ուժեղ ու կտրուկ։ Ինչից պետք է խուսափել։ Բայց միայն լավ բաներ ուտելը բավարար չէ, եթե կողքից թույն եք տալիս օրգանիզմին։ Խուսափեք դիաբետիկ պիտակով թխվածքաբլիթներից։ Հաճախ դրանց մեջ շաքարը փոխարինված է ֆրուկտոզայով կամ այլ նյութերով, որոնք լյարդի համար ավելի վատ են։ Նաև զգույշ եղեք մրգահյութերի հետ։ Նույնիսկ առանց շաքարի հյութը դիաբետիկի համար ռումբ է, որովհետև այնտեղ չկա բջջանյութ, կլետչատկա, և շաքարը վայրկենական հարվածում է արյանը։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, սեղմեք լայք և բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ օգտակար թողարկումները։ Առողջ եղեք։